Մասնակցության այս ցուցանիշը վկայում է, որ վերջին 5 տարիներին վկայում է մասին, թե ինչպես է աշխատել կառավարությունը վերջին 5 տարիներին, այսինքն ըստ էության ասում է, որ սա իրենց օգտին մասնակցության աճ է, սրան ինչպես կարծականքեք եւ կուզեի կտրին վերադառնալ ձեր գրասենյակներում այդ խոզարկություններին, ձերբակալություններին, ինչ են փնտրում, պարոն Սաղաթելյան, ինչ գործեր են հարուցված, ինչ շրջանակում են այդ ձերբակալությունները, ընտրակաշառքի մեղադրանքները, ինչեր են, խնդրեի մի քիչ մանրամասնեք, որովհետեւ տեղեկություն այդ մասով Գիտեք, հիմնականում վարկաբեկելու, մարդկանց ներքաշելու քերական վարույթների մեջ ու աշխատանքները պարալիզացնելու համար արվում։ Նույն աշտարակի, նույն ընտրակաշառք ընտրողների վրա ազդեցություն, բայց որևէ փաստ, օրինակ աշտարակի դեպքը, որ տեղի է ունեցել, մեր ընկերներից մեկին մեղադրում են, որ 2 տարի առաջ օժանդակել է, որ այդ գյուղում խաչքար կառուցվի։ Ու այդ խոսակցության մեջ ըստ էության դրա մասին է խոսքը։ Ու դա կա ձայնագրության մեջ, մեկը ասում է 2 տարի առաջ Աշոտ Սիմոնյանը օգնել է այդ խաչքարը կառուցել ենք։ Ասենց ինչ-որ, այսինքն հասկանում եք, գտնեն մի բան, գործ հարուցեն, մտնեն մարդկանց տները խուզարկելու, հույս ունենալով, որ ինչ-որ բան կգտնեն ու ոչ մի բան չեն գտել, չեն այդ գտնելու։ Իսկ եթե այսօր ցանկացած ԿՊ-ի գրասենյակ, մարզպետարան, քաղաքապետարան մտնեն, դրանցից յուրաքանչյուրը 200 տարի կարա դատվի։ Որտեվ ցուցակներով ուղղորդում են երեկվա, 3 առաջ օրվա իրենց հանրահավաքին ամբողջ պետական ապարատին ցանկագրել են, ստիպել են, որ գան մանկապարտեզներով, դպրոցներով, քաղաքապետարաններով, մարզպետարաններով, նախարարություններով, ազգային պարկերով, չգիտեմ, ինչքան բյուջետային հիմնարկ կա, ու ասել են ոչ թե պետքա գաք մենակ դուք, այլ ստիպել են, որ պարտադիր իրենց ընտանիքից կամ իր հետ եւս 1-2 հոգի բերի։ Եթե ընդդիմությունից մեկը մի հատ նման բան անի, 5 րոպե հետո կալանավորում։ Այսինքն այդ ցուցակներն էլ է իրենց գրասենյակներում, իրենց հիմնարկներում, ընտրակաշառքն էլ, այդ մնացածն էլ։ Պարզապես գտել են ինչ-որ եղանակ, մարդկանց վախեցնելու ու մեր գործունեությունը խոչընդոտելու, պարալիզացնելու, սահմանափակելու, այսինքն մենք օրվա կեսը ստիպված զբաղվում ենք մեր ընկերների իրավական հարցերով, որտեղ համատարած մտնում են կնիկ, ճիժ, մեծ, փոքր, երեք Արարատի մարզում երեկոյան դաշտից 74 տարեկան մարդու ընտրակաշառքի մեղադրանքով տարել են, բայց ոչ մի կապ չունի, ուղղակի իր որդին մի քիչ ակտիվ է, տարել են, որ ճնշում բանացնեն նրա վրա։ Այսինքն, ասես բազմաթիվ դեպքեր ու այդ նպատակով ոչ մեկի վրա էլ որևէ վարույթ չեն կարողանալու ավարտին հասցնել, որովհետև սարկած գործեր է։ Իրանք էլ գիտեն դա։ Իսկ ինչ վերաբերվում է մասնակցությանը, Գյումրիում էլ իրենք են խոստովանը, չէ՞ որ Գյումրիում ավել մասնակցությունը դարձավ իրենց պարտության պատճառը, որտեղ իրենք այդ հաշվարկը չէին արել։ Տրամաբանությունը հետևյալն է, որ իշխանությունը իր մոբիլ ռեսուրսով, վարչական լծակներով, պետական ապարատով ունի ինչ-որ քվ։ Եթե քիչ մասնակցություն է լինում, այդ քվն դառնում է մեծամասնություն, բայց մեծ այս ծավալի մասնակցության դեպքում իրենք փոքրամասնություն են լինելու, իսկ Արայիկ Հարությունյանին ընդամենը մի քանի ժամ հետո ժողովուրդը ու արդյունքները իրան պատասխանը կտան ու ոչ միայն դրա